Մոսկվան ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման տակ է եղել այսօր առավոտյան։ Ռոսավիացիան հայտնում է, որ Վնուկովո, Շերեմետևո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանները դադարեցրել են թռիչքները։ Շերեմետևոյում ուղևորներին օդանավերից տարհանել են անվտանգ վայրեր։ Մարդկանց մի մասը ավտոկայանատեղիների թաքստոցներում է պատսպարվել։ Ժամանող ինքնաթիռներն ուղևորվում են պահեստային օդակայաններ։ Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ մի քանի անօդաչու հասել են նավթավերամշակման գործարանին։ Սերգեյ Սոբյանինի խոսքով փորձում են վերացնել հարձակման հետևանքները։ Աստրաանկախ լրատվականի տվյալով Կիևի հարձակումից հետո Մոսկվայի նավթավերամշակման գործարանի պահեստի տանիքում պայթյուն է եղել։ Մոսկվայի քաղաքապետը նաև հայտնել է, որ մայրաքաղաքի Սադովոտ առևտրի կենտրոնն է վնասվել անօդաչու թռչող սարքի բեկորների հետևանքով։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Որոբյովը մեկ այլ առևտրի կենտրոնի վրա հարձակման մասին է հայտնել։ Նրա խոսքով ուկրաինական դրոնների բեկորներ են ընկել Բելայադաչա առևտրի կենտրոնի տանիքին, հրդեհ է բռնկվել։ Առևտրի կենտրոնն այս պահին փակ է տեխնիկական խնդիրների պատճառով։ Տեղական մի քանի լրատվամիջոց հայտնում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում նաև բազմաբնակարան շենք է վնասվել։ Ըստ Դաշնության պաշտպանության նախարարության, հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 555 անօդաչու թռչող սարք։ Միայն Մոսկվայի ուղղությամբ 194 անօդաչու է խոցվել։ Ինտենսիվ հարձակման է ենթարկվել նաև Յարոսլավլ մարզը։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով նահանգապետը հորդորել է մարզից Մոսկվա չգնալ, Մոսկովյան պողոտայով և հարավ-արևմտյան ուղղակաձև ճանապարհով։ Միխայիլ Եվրայևը կոչ է արել ուրիշ ելքերով հասնել մայրաքաղաք։ Զելենսկին հաստատել է Ռուսաստանի վրա հարձակումները։ Սա արդարացի պատասխան էր ուկրաինական քաղաքներին ուղղված ռուսական հարվածներին, ասել է Ուկրաինայի նախագահը։ Գայանե Մովսիսյան, Մարիամ Ամիրջանյան, Հայլուր։